Հրապարակ թերթը գրում է. Տարեմուտին պարգևավճարի անվան տակ պետական գերատեսչությունների յուրային աշխատողներին բաժանված ընտրակաշառքի թեման ներգերատեսչական գզվռտոցի առիթ է դարձել։ Տարբեր նախարարություններից տեղեկություններ ենք ստանում, որ անհավասար վերաբերմունքը եւ միլիոններով միայն յուրային ՔՊԱ-կաններին պարգևատրելը դարձել է ռազմորկաների թեմա, կատվածահարարել աշխատանքային պրոցեսը։ Անկամ փորձագետների շրջանում բարձր պարգևավճարներ են ստացել միայն ՔՊԱ-կանները, մյուսները չնչին գումարներ կամ ոչինչ։ Իդեպ անգամ օրենսդիրներն են վրդովված գործադիրում բաժանված պարգևավճարների չափից համարում են, որ դա անարգանք է, երբ պարլամենտական համակարգ ունեցող երկրում պատգամավորներին 3 միլիոն դրամ են տալիս, իսկ փոխնախարարներին 4,5-ից 5 միլիոն։ Երեք արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին հարցրինք, ինչպես ստացվեց, որ վատ էիք աշխատում, նույն դասարանում էիք մնացել, բայց 6-7 միլիոն դրամ պարգևավճար եք ստացել։ Սակայն նա խուսափեց պատասխանից, ասաց, թե կոնտեքստից կտրում ենք Փաշինյանի խոսքերը, իրենք էլ պարգևավճարներ են ստացել լավ աշխատանքի համար։ Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել։ Փաստորաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում կազմակերպվող կեղծ պատարակներին գոնե փոքրիշատե մարդաշատություն ապահովելու համար կիրառում է վարչական ռեսուրսը, ընդհուպ չխորշելով նույնիսկ հիվանդ մարդկանց հիվանդանոցից ստիպողաբար բերելուց, սակայն նույնիսկ այդ պարագայում այդ պատարակները շատ խղճուկ տեսք ունեն։ Ընդ որում ներկաների մի մասը քաղաքացիական հագուստով ուժայիններ են, իսկ մնացյալը կամ պարզապես ՔՊԱ-կաններ են կամ պետական կառույցի աշխատակիցներ, որոնց պարտադրել են ներկա գտնվել։ Փասթերթի տեղեկություններով այս հանգամանքը շատ մեծ դժգոհություններ է առաջացրել թե թիմ մարմինների կողմից բերման ենթարկվածների, թե պետական այլ մարմիններում աշխատողների, թե առավել ևս ուժայինների շրջանում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. հունվարի 13-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, հորդորում եմ եւ կամին որոշմամբ ազատել եմ աշխատանքից Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ։ Սա հանրային պրոբլեմ է, սա իմ պրոբլեմը չէ, սա ձեր պրոբլեմն է, զանգվածային լրատվության հարգելի մասնակիցներ եւ լրատվամիջոցներ, խնդրում եմ այս հարցում մեզ օգնեք, նշեց Պապիկյանը, հորդորելով խնդիրը համարել ազգային անվտանգության մակարդակի։ Հենց ազգային անվտանգության տեսանկյունից Պապիկյանի այս հայտարարության ֆոնին Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավը վարչության 20 հոգանոց կազմը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարչության 20 անդամներից 5-ը կանայք են, իսկ 15 տղամարդկանցից 8-ը չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։ Բանակում չծառայեցների թվում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Լիդիան Արմենիայում կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի падգամավոր Արմեն Խաչատրյանը։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է, падգամավորության թեկնածու առաջադրված եւ վարչության կողմից գրանցվածներն օրնիբուն հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ղեկավար կազմի հետ, քանի որ փետրվարի վերջին նախատեսվում է արտահերթ համաժողով անցկացնել, որի ընթացքում մոտ 1000 պատվիրակների ընտրությամբ էլ կձևավորվի նախընտրական ցուցակը։ Իհարկե առաջին 50 հոգուց հետո Փաշինյանը որոշ խմբագրումներ կանի եւ արժանավորներին վերին հորիզոնականներում կգրի։ ԿՊ-ում սակայն այս անգամ էլ կարծում են, որ Փաշինյանը որոշ կուսակիցների հարցում կուղորդի տարածքային կառույցներին, որ նրանք բարձր հորիզոնականներում հայտնվեն եւ բարձր պաշտոնների նշանակվեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վարորդները 3 քնել արթնացել ու տեսել են, որ հեղուկ գազի գինն ավելացել է 30-40 դրամով, մինչ երեկո լցակայաններում հեղուկ գազի դիֆիցիտ է նկատվել։ Հեղուկ գազի թանկացման եւ դիֆիցիտի վերաբերյալ Ժողովուրդ օրաթերթը 3 ճշտումներ էր փորձել անել հարցեր հնչեցնելով մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանին։ Հետաքրքրվել էինք թանկացման պատճառը եւ շուկայի մրցակցային խնդիրները։ Թանկացման վերաբերյալ վերջինիս պատճառաբանումներից մեկը լարսի փակ լինելու հանգամանքներ։ 3 օրվա ավարտին հեղուկ գազի գինն աստիճանաբար բարձրանալով դարձել էր 250 դրամ։ Վարորդները Ժողովուրդ օրաթերթին ահազանգում էին, որ եթե այսպես շարունակվի կստեղծվի դիֆիցիտ, որի շնորհիվ էլ ավելի հեշտ ու արագ կիրացվի ադրբեջանական բենզինը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է մի նախագիծ, որով նախատեսվում է միավորել աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները, ստեղծելով մեկ միասնական կառույց։ Ըստ նույն աղբյուրների միավորման դեպքում Թորոսյանը հավակնում է զբաղեցնել նորաստեղծ գերատեսչության նախարարի պաշտոնը։ Նախաձեռնությունը Ժողովուրդ օրաթերթի տվյալներով համակարգի ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել, աշխատակիցները այն դիտարկում են ոչ թե կառավարման բարեփոխում, այլ իշխանության կենտրոնացման փորձ կամ նոր մեգանախարարության ստեղծում։
Հրապարակ թերթը գրում է նախորդին Վազգեն Սարգսյանի հոր Զավեն Սարգսյանի հոգեհանգստին նախկին եւ ներկայիս իշխանական բարձրագույն ներկայացուցիչներից բացի մասնակցելու էր գնացել նաեւ կաթողիկոս Գարեգինբն, որին Սարգսյան ընտանիքը դիմավորեց իսկական հավատացյալի պես Արամ եւ Արմեն Սարգսյանները խոնարհվեցին եւ համբուրեցին վեհափառի աճը։ Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ եւ նախորդից չեն մարսում ինչպես կարող էր իշխանության համախոհ Արամ Սարգսյանը խոնարհվել եւ համբուրել վեհափառի ձեռքն այն օրերին, երբ իրենք վերջինիս հռչակել են Ռուսաստանի գործակալ, վերջին հայհոյանքներ են տալիս նրան, ավազանի անունով են կոչում ու ծանր մարտեր են մղում նրան կարգալույծ անելու համար։